Արդ ինչ ասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա, քավ լիցի, մենք որ մեղքի պատճառով մեռանք, ինչպես կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Ուրեմն հարգելիներս, Պողոս առաքյալը մեզ ինչ է ուզում սովորեցնի։ Կար այնպիսի մի վարդապետություն կամ սխալ ուսմունք, ավելի ճիշտ բառն է օգտագործենք, արտահայտությունը, քանի որ հավատում էին, եթե ընդունել ես Հիսուսին, քանի որ շնորհով ես փրկված, կարող ես շարունակել քո մեղավոր կյանքով ապրել։ Ու Պողոս առաքյալը մեզ բացատրում է, որ այդ հասկացողությունը, այդ սուրբ վարդապետությունը ճշմարտություն չի, քանի որ նա ով փրկված է Հիսուս Քրիստոսով, պետք է տեսնենք, որ մենք ստանում ենք նոր կյանք եւ դառնում ենք նոր մարդ։ Իսկ նոր մարդու մեջ մեղք չկա։ Ուրեմն ի՞նչ է դա նշանակում։ Երբեք մենք մեղք չենք գործի։ Իհարկե մենք սայթակենք, բայց հարցը հետեւյալն է՝ գծգտենք մեղքին, թե ոչ, դա առաջի հերթին, եւ երկրորդ հերթին, երբ որ մենք մեղք ենք գործում, Սուրբ Հոգին մեզ հանդիմանում է դրա համար, լսում ենք ձայնը, հասկանում ենք, որ մենք սխալ ենք գործել, թե ոչ։ Ապաշխարած վերստին ծնունդ ստացած անձնավորությունը չի ձգտի ոտքերը դեպի մեղք չի ուղղի,